Աստված ձեզ պահի, ձեզ օրհնի, փառք Աստծուն այսօրվա համար էլ։ Ուրեմն մենք եթե հոնե մի բան հասկացել ենք, պետք է իմանանք, որ Աստված ամենաիմաստունն է, ամենագիտունն է, Աստված զորավոր է, երբ որ ասում ենք Աստված զորավոր է, ինչ ենք հասկանում։ Աստծո զորությունը զորավոր է երկու իմաստով ամենակիչը, որ խոսենք, նա բասկով զորավոր է, հզոր կարողություն ունի արարելու, իր թագավորությունը պաշտպանելու եւ այլ իրեններին պաշտպանելու։ Նաեւ մի ուղղությամբ էլ է զորավոր Աստված, որ մենք սրան պետք է հետևենք այս օրերին։ Աստված սրտով զորավոր է, ոչ թե միայն բազուկով, ոչ թե միայն զորքերի տերն է եւ որոշ բաներ որ նշեցիք, այլ նաեւ սրտով զորավոր է։ Օրինակ ես շատ տկար եմ սրտով, Աստված ողորմություն անի, որ ինձ զորացնի, իրան նմանացնի։ Այս որ մի դժվարություն ալնում եք, էլ տեսնում ենք, հիասթափվում ենք, թուլանում ենք, ինչ որ բաներից հրաժարվում ենք, չենք կարողանում, օրինակ ասենք, մի դեպք է պատահում, գուցե անգամ այդ տկարությունը մեզ հանի Աստծո դեմ։ Լավ, Աստված ինձ հետ էր, ինչի երեխայի հետ, տղայի հետ, աղջկա հետ կամ ամուսնու կամ կնոջ հետ սենց եղավ, իմ տան հետ ինչի սենց է լավ։ Թուլանում ենք, արդեն սկսում ենք ինչ ասես մտածել, անգամ գուցե ասում ենք, շատերը դենց էլ արել են, գուցե ասենք դե լավ էլ ինչ օգուտ է իմ հավատքի մեջ, եթե իմ նեղության մեջ Աստված ինձ չպետք է օգներ։ Այսինքն ինչ ես ուզում ասես դրանով մարդ, այդպես ասողին եմ ասում։ Այսինքն ուզում ես հրաժարվես, Աստծուց հրաժարվի, դժոխք գնաս, գնա։ Հրաժարվի Աստծուց, գնա դժոխք։ Ասա, որտեղ Աստված ինչ չի օգնել երկրի վրա, ինչ որ հարցում։ Ոչինչ, գնա դժոխք։ Բայց Տիրոջ խոսքը ասում է, նրան պիտի փառաբանեն երկնքում լինողները, երկրի վրա լինողները, դժոխքում լինողները։ Ինչի դժոխք, տանջվի, բայց պիտի փառաբանես Տիրոջը։ Եթե դու հիմա չես ուզում փառաբանես, ասիկն դու չես կարող չփառաբանես, դժոխքում էլ լինես կփառաբանես, կասես ինքը ճիշտ էր, արդար էր։ Բայց Աստծո զորությունը, Աստված շատ բան է տեսնում։ Օրինակ, եթե մեկը մեզ դավաճանում է, մեկը մեզ զրպարտում է, մեկը սուտ է խոսում, մեր խոսքը փոխում է, արհամարում է, ինչ հիասթափություն ենք ապրում, ինչ տկարություն ենք ապրում, ինչ թուլություն ենք ապրում։ Ու եթե Աստված չմխիթարի, դառնում ենք լոշ։ Ինչ են ասում, չէ՞, լավաշ էլի։ Լավաշին տափակում ենք, ապրում ենք գետնին ու չենք երևում։ Ինչքան թույլ ենք։ Այդ հիասթափությունների պատճառով մեր ամբողջ զորությունը ուժը կորում է։ Բայց Աստված ինչքան սրտով հզոր է, ինչքան բաներ է տեսել իր դեմ։ Աշխարհում հիմա ինչ է տեսնում, ու սրտով չի թուլանում։ Աստված համ սեր է, համ էլ սուրբ է։ Չէ՞ գիտեք, չէ՞ այդ բանը։ Մենք շատ ժամանակ որ սեր ենք լնում, սուրբ էլ ենք լնում, լավ ինչ-որ չափով։ Բայց որ մի անօրնություն ենք տեսնում, մեր հարազատների, մեր մոտիկների, մեր քույր-ախպերների կամ մեկի անօրնությունը տեսնում ենք, ինչ ենք անում։ Մենք տեսնում ենք արդեն մեր սերն էլ է սառում։ Ճիշտ է։ Սկսում ենք չսիրել, գուցե սկսում ենք մենք մեզ խաբել, չէ, սիրում եմ, բայց ուղղակի։ Բայց Աստված ինչքան հզոր է սրբության մեջ, ու իր սերը չի սառում։ Ոչ թե Աստված
սիրո պատճառով պետք է ամբարշտություն ընտրողին փրկի, չէ, չի դադարում սիրելուց, որտեղ ամբարիշտ է ինքը մեզ սիրեց ինքը, Աստված սրտով հզոր է, սիրով հզոր է, սրբությամբ հզոր է, ոչ թե միայն կարող է ամեն ինչ անել, նա զորությունը միայն կատարելու մեջ չի, այսինքն ստեղծելու ինչ-որ բաներ, Աստված ձեզ պահապան, սա մասին Աստված հաջողի խոսենք։ Հիմա ես Աստծուն ասում Տեր Աստված, որ ես դժոխք էլ եթամ, այ հիմա որ դժոխքի բաժին էլ լինեմ, մեկը քեզից պետք է խոսեմ, քեզ պետք է փառաբանեմ, որտեղ հասնեմ ընդ նոր փառաբանեմ, ես փառաբանեմ, եթե դժոխք եթեմ կամ ճիշտ եմ էլի, դժոխք Բայց մեկը քեզ պետք է փառաբանեմ, քեզ պետք է գովեմ, քո ճշմարտության մասին պետք է խոսեմ, քեզնով պետք է հրճվեմ, որտեղ դու արժան ես, ամեն լեզու պիտի դավանի ու փառաբանի Աստծուն, ամեն արարածներ, երկինք ու երկիր։ Դա Աստված որ դրախտ է թալով տենց լինենք։ Բայց եթե դժոխք էլ իշնես, մեկը դու կփառաբանես Տիրոջը։ Աստված մեզ ողորմություն անի, որ մենք երկնքի փառաբանողներ լինենք։ Ուրեմն ուզում եմ Տիրոջ գրվածքից, էսի ժուրնալն է, որ խոսացի։ Հիմա մենք անցնենք թեմային։ Ուրեմն ասեցի Տիրոջից իմաստուն չկա, Տիրոջից վեր մեկը չկա։ Պողոս առաքյալը ասում է, ես որ ավետարանը ձեզ քարոզեցի, ոչ թե մարդկային իմաստությամբ, ոչ թե լեզվի ճարտարությամբ, այլ Աստծո խոսքով, Աստծո հոգով եւ Աստծո զորությամբ խոսեցի, որ ձեր հավատքը չլինի մարդկային իմաստությունով։ Այսօր ցավալի է, որ տեսնում եք աշխարհում շատ քրիստոնյաներ կան, որոնց հավատքը մարդկային իմաստությունով է, որը փրկություն չի բերելու։ Հավատում են, գիտեն, մարդը բացատրել է, իրենք հավատում են, ճիշտ է, բայց փրկարար չի իրենց հավատքը։ Տեսնում եք ինչպիսի բաներ կան։ Մենք առաջ գիտենք, թե ինչ որ մեկ ասաց, հավատում են, վերջացավ։ Փրկվելու է։ Բայց կենթանի հավատքա պետք, Աստծո զորության հավատքա պետք, Աստծո գրվածքի հավատքա պետք։ Բայց այսօր ինչքան մարդիկ քարոզում են, որ գրվածքով չի։ Բայց մարդիկ խաբվում են, ասում են Հիսուսի մասին է խոսում։ Հիսուսի մասին խոսելը քիչ է։ Պետք է գրվածքով լինի խոսելը։ Սա մեկ է, ոչ այս վերջերում տեսնում եք, աղջիկերքին ճականջողներ են կախում։ Առաջ մի հատ էին ծակում, մեկը դարձավ 2 հատ, 3 հատ, 4 հատ։ Մեր մեծերը որ տենային, ինչ էին ասելու։ Առաջ ասում են, այս խոսքը ող արա ականջիքից, հիմա կասեն ողեր արա ու ականջիքից։ Շատ ծակեր արա ականջիտ վրեն ու քիչ ականջիտ, Աստծո խոսքը։ Շատ ողեր արա։ Ուրեմն դրա համար այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Շատերն են Քրիստոս ասում քարոզի ժամանակ։ Տերն ասում, փառք Տիրոջ են ասում, հրաշալի է Տերը եւ այլ գովասանքներ, բայց ինչ հոգով է։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է այն Հիսուսը, այն Քրիստոսը, որը մենք չքարոզեցինք, ով որ այդպես Հիսուսը քարոզում, որը մենք չենք քարոզում, նզովյալ լինեն։ Անկամ եթե Հիսուս են քարոզում, Քրիստոս են քարոզում։ Այն հոգին, որ մեզանից չառակ, ասում գրքով, Աստծո հոգով խոսացիք։ Եթե ուրիշ մեկը ուրիշ հոգի բերի, ասում նզովյալ լինի։ Մի ընդունեք։ Շատերն են Քրիստոս քարոզում, գիտեք, չէ՞ քրիստոնյաներն են Հիսուս քարոզում։ Մուսուլմանները Հիսուս են քարոզում։ Բուդդայականները Հիսուս քարոզում են։ Եզդիներն են Հիսուս քարոզում։ Մուսուլմանների մեջ Հիսուսը Աստծո սուրբ մարգարե է։
բայց փրկարար չի, փրկիչ չի։ Ահագին մեծ բաներ են խոսում Հիսուս Քրիստոսի մասին։ Քրիստոնեության մեջ ասում են Հիսուսը ամենամեծ վարդապետն է։ Գուրու են ասում իհարկե իրանք, գուրու։ Ամենամեծ վարդապետն է, նրանց մեծը չկա, բայց փրկարարի գուրու չի։ Ես դինեն էլ ասում, Աստծո մարգարե ա եղել, Աստծո ուղարկացել է, Աստծո լույսը ել է, որ երկինքից այ չէ նուր։ Բայց իրենց քարոզած Հիսուսն էլ փրկարար չի։ Շատ քրիստոնյաներ են քարոզում Քրիստոս։ Նրանց քարոզած Քրիստոսն էլ փրկարար չի։ Մի օր ես ուզում եմ հայտնություն ասեմ, երբ որ ճիշտ ասած sense մի հետաքրքիր բան էլ է։ Մենք չենք հակառակի Աստծո ճշմարտությանը, բայց չենք էլ տեսնել։ Եթե տեսնենք գուցե հակառակենք, չգիտեմ։ Մի օր միտեղ գնացի ուրիշ երկիր գնացի, ասի եղբայր ջան, վերջ գիրքը մեզ քարոզ տուր։ Գիրքը վերցեցի, կամեցա ասել Հիսուսը եւ մարդու որդի եղել եւ Աստծո որդի, բայց սովորական մարդ, խորը չի հասկացա Աստծո բնության։ Ասես տերի ունեցել է մեզ նման մարմին, սովել է, ծառավել է, անգամ լացել է եւ այլ, բայց նաեւ հոգով Աստված է եղել, բայց որ իրանց լեզվով էր, իրանք ինձ էլ վերածում էստեղ, իրանք իրանց լեզվով էին կարդում գիրքը, իրանց լեզվով ավելի պարզ էր գրված, թե մարմնով եկած ինչ է նշանակում։ Ես էլ չէի իմանում, ես հայերեն գիրքն էի կարդում, որ ամեն մարմնի մասին մարմինն է գրած։ Կան տարբեր հասկացություններ, հոգևոր մարմին, երկրավոր մարմին, երկնավոր մարմին, կա մեղանչական մարմին, կա սուրբ մարմին, ես այդ բաները չէի զգացել։ Մեկ էլ, որ քարոզեցի վերջացի, տեսան մի հովի վեր կացավ, հակառակվեց, ոչ ուղղակի, բայց հակառակվեց, ժողովուրդ ջան, մենք Հիսուսի չպետք է ընդունենք մեղանչական մարմնով եկած, բայց ես դες բան չեմ քարոզել։ Չես ասում իրանց գրքումը տենց է գրած։ Ինքը ասեց Հիսուսը միայն ունեցել է մարդկային մի սուարուն մարմին, վերջ, Ադամի չմեղանչած ժամանակի մարմին։ Եթե անցած անգամ խոսեց, եթե Ադամի չմեղանչած ժամանակի մարմին ունենար, ուրեմն չպետք է մեռներ, որտեղ Ադամի չմեղանչած ժամանակի մարմինը մեռնել չուներ։ Սխալ ասեց, վերջ է, խոսեց, հակառակվեց այդ իմաստով։ Մեկը դա տեղի, եկեղեցու քույր եղբայրներ շատ եկին, ասում եղբայր ջան, մեզի շատ խորը ճշմարտություն հայտնեցիր, չնեղվես, որ ինքը հակառակում է։ Իրանց հովիվը։ Չնեղվես, որ ինքը, այսինքն մի քանի հովիվ են, ենի ավակ հովիվներ, սովետի ժամանակներով անցած։ Ասեց, չնեղանաս, չնեղվես իր արածից, մենք ընդունում ենք քո խոսքից, ու չեմ հասկանում, ես ինչ են ընդունում, են ինչ հակառակամ։ Վերջը, մեկ էլ խորը մտածի, բացեցի գիրքը, նայեցի, ուսումնասիրեցի, այդ քանի օր մի 20-25 օր տեղի, այ քեզ բան, մինչ անգամ այստեղից մեկը մի հոգի հայտնություն էր ունեցել, ասել էր Աստված ցույց տվեց, որ Միլազը գալիս է ու ցույց տա, որ մեծ հայտնություն եմ տվել, իրան բերում է եկեղեցում պետք է ընդունեք։ Հիսուսի մեղանչական մարմնի վերաբերյալ։ Արդեն մինչև Հայաստան գալիս արդեն հասկացա ինչ է, ասել Աստված այդ հովիվն էլ օրհնի, ժողովրդին էլ օրհնի։ Ինչ լավ բան բացեցին ինձ։ Իրանց համար նորություն էր, եւ իրանք գիտեն ես եմ այդ ասում։ Իրանց գրքով են նայում։ Իսկ այն մարդը հակառակում էր։ Ամենայն դեպս եկանք ու սրա մեջ խորացանք, երբ որ խորացանք, հետո ինչ էր, շատերը հակառակեցին։ Շատ մարդիկ, եկեղեցու առաջնորդներ, մինչև հիմա հակառակում են, անգամ սուտ են խոսում, ասում են Միլազն ասում է Հիսուսը մեղք է գործել։ Ասում է եթե Հիսուսը մեղանչական մարմին ունենար, ինքը սուրբ չէր կոչվի։ Հասարակ մի հատ հարց եմ տալու, 100 հատ հարց եմ տալիս, բայց մի հարց եմ ասում։
Ասում Կորինթոսի եկեղեցին հռոմեացի բոլորին մեր նման մարդկանց առաքյալներ գրում են, «Էս ինչ, քաղաքի սուրբերին»։ Ասենք իրանք մեղանչական բնություններ չունեն, որ սուրբ էին կոչվում։ Ունեն, ասում բա ոնց եք ասում, որ Հիսուսը ունենար սուրբ չէր կոչվի։ Եվ էլ չեմ շարունակում։ Այդտենց շատ հիմա ինչ եմ ուզում ասում, գրվածքը ամենից վեր է, գրվածքը Աստծո խելքից է, մարդկային հնարած բաներ, մարդկանց խելքից։ Երբեք ես չեմ կամենա մարդկանց խելքը բարձրացնել, ինչ որ չափով գոնե մոտեցնել Աստծո խելքին։ Որտեղ կսխալվենք, կմեղանչենք եւ կկորչենք։ Կարելի է, եթե ես ասեմ էլ, ով ձանձրանա, ես ինքս չեմ ձանձրանա, որ ամեն ժողովին ասեմ, Աստծո խոսքի, շատեր ասում են Աստծո խոսք, մեկ է քար ուզում են դառնալ ուրիշ բան, բայց կոնկրետ գրածը ինչ ասում է, այդ հավատքն ունենանք։ Ես վերջերս միտեղ նայում եմ մի եկեղեցու ինչ-որ մի բան էին անում, ինչ-որ մեկի տարին էին նշում մեռնելու, այդ տարի ժամանակ, այսինքն մեկ է սենց են անում, ինչպես որ Պողոս առաքյալը իբր թե իրանց ասածն է, նորից եմ ասում, չէ՞ մի անգամ էլ եմ ասել, հավիտենական դարերից առաջ իբր թե կար երկնքում Աստվածերյան ասես կեթած ես ավետարանքը քարոզես։ Այդպես բան չկա, Ժորժ ջան։ Սուտ են խոսում, Ժորժն ամեն ասում գլուխները շարժում են խաբված, ասի մարդկային իմաստություն է, Աստծո խոսք չի, բայց նման է։ Պողոս ասում է Աստծո ավետարանը հավիտենական դարերից առաջ պահված էր Աստծո մոտ, բայց այս վերջին դարերում Քրիստոսի երևալով բացահայտվեց եւ Աստված ինձ հանձնեց, որ ես հեթանոսներն ավետարանը քարոզեմ։ Էսի տանը սարքին հավիտենական դարերից առաջ Պողոս ընդեղ այլ է։ Ու ասում այ ինչպես Պողոսը, մեր էսի եղբայրն էլ էր ընդեղ։ Որ դու ընդեղ չէիր, ոնց տեսար։ Գրքում էլ գրած չի։ Հա։ Այդ ոնց ես տեսել։ Ինքն էլ ընդեղ իրան էլ հանձնանալիս, որ եկեղեցում օրենքներ հանի ինքն էլ։ 160-70 օրենք, մանիկյուր չկսել, մազը չկդրել, պրարեխը քիչ լինի, սեմիշկա չչրթել, իրենք համ ասեցի, եղբայր ջան, բայց սեմիշկա չրթել ինչ է մեղք, ասում եմ, որ չրթես թքես մարդկանց այսից լավ է, բայց ինչի պետք է չրթես թքես երեսների ես զարմանում եմ, մեկ է որ գրես քո օրենքում մեղք կա, ու ասում է Աստծուց է։ Մեռնելուց առաջ էլ հանձնարարել է, որ այսին գրած օրենքներս չմոռանանք, եկեղեցիներում պետք է սովորեցնենք։ Հունքերը չքաշել, ոտերը չթրաշել։ Դրանք ինչ երկնքից ինչ օրենքներ է բերել, իբր թե չագերտավոր։ Ժողովուրդն ընդունում է։ Հավիտենական դարերից առաջ քանի կար երկրի վրա էր ասում են Աստծո, մեկ էլ սարքին դարեր առաջ ես բան մանիկյուրի մասն էլ արդեն գիտեր եղբայր կոչվածը, որ պետք է գա գրի։ Դերը ձեզ օրհնի եւ շատ խոսքեր կան, շատ գրվածքներ կան, որ մենք չենք նկատում, որ սրանք մեծ դասեր են մեզ համար։ Գրքում գրած մի ավելացա, մի պակասացա եւ օրինակ կա, օրինակ մարդկանց, որոնց ցույց է տալիս, թե ինչ վախճանին արժանացան, երբ որ հակառակվեցին Աստծո ասածին, բայց իրենք վիշտ չեն վերցնում, որ հակառակվել են։ Օրինակ կարդամ ձեզ համար, Տերը առաջին թագավորը ընտրեց Կիսի որդի Սավուղին, Իսրայելի վրա դրեց թագավոր եւ նա խրատեց երկարը, որ ինքը Աստծո ասածով վարվի։ Եվ երբ որ պատերազմ կար փեշտացիների հետ, ինչ արեց։ Փեշտացիների գիտեք էսի քանի հազար տարի առաջ է, 3000 տարվա պատմություն է առաջվա։ Դրանից առաջ էլ կար այն
Փրեշտացիները ով են պաղեստինցիները, որ հիմա կռվում են էլ Իսրայել Պաղեստին։ Կռվում են իրար, ժամանակից կռվում են, մեկ է հաղթում, մեկ է հաղթում, մեկ է հաղթում, մեկ է հաղթում։ 3000 տարի է իրար հետ կռվում են։ Եվ երբ որ արդեն պատերազմը պետք է սկսվեր շուտով, որոշված ժամանակին ասում է 7 օր հետո պետք է Սամվելը գար, մարգարեն զոհ աներ եւ նոր պատերազմը անցնեն, օրհներ այդ զոհից պետք է ճաշակեին, բայց ուշացավ։ Դեռ 8-րդ օրն էլ չեկավ անգամ։ Սավը վերցեց, ասի չէ, Սամվելը ուշացել է, վերցեց ինքը մորթեց, բայց այն տրված չէր անելու։ Շատ ժամանակ մենք մեր այսպես ասած կոպիտ է մի քիչ ասում, որ մի քիչ գտնես վառվի, թեստատներս վառվի, որ հասկանանք մեր քիթը խոթում ենք ուրիշի գործերին։ Աստեր ասում մի արա, դա քեզ չի տրված։ Դու քո գործով զբաղվի։ Եվ վերցրեց մորթեց, հենց մորթեց տեսավ Սամվելը դե կայնացա։ Քեզի բան։ Մի քիչ էլ ամփեր էլի։ Եվ Սամվելը նրան ասեց Սավղին, դու հիմարություն արիր, չպահեցիր քո Տեր Աստծո պատվիրանքը, որ նա քեզ պատվիրել էր, որտեղ հիմա Տերը քո թագավորությունը Իսրայելի վրա մինչև հավիտյան կհաստատեր, բայց հիմա քո թագավորությունը հաստատ չի լինելու։ Տերը իրեն հարմար իր սրտի համեմատ մի մարդ է որոնում, ուզում, որին իշխան նշանակել իր ժողովրդի վրա, որտեղ դու չպահեցիր ինչ որ Տերը քեզ պատվիրել, Տերն էլ քեզ արդեն որոշումը ոնց ասած արդեն փոխեց։ Տերը որոշել էր କି հավիտյան լինես, բայց այս բանը որ արիր, դու քեզ զրկեցիր հավիտյանական թագավորությունը, ասենք հավիտյանական թագավորությունը փրկության մասին չի այստեղ։ Այսինքն ոնց Դավիթի սերունդը, չէ՞, անգամ Հիսուսը Դավիթի սերունդն է, չէ՞։ Դավիթին հավիտյանական թագավորություն խոսք տվեց, ոչ թե միայն որ ապրի երկնքում, այլ նաև նա սերունդը թագավոր լինի։ Եվ դարեզդար Դավիթի հավատարիմ զավակները, անգամ անհավատարիմներն են, որոնց Տերը պատժել է, թագավորեցին, մինչև որ Քրիստոսը ծնվավ, հիմա Քրիստոսը Դավթի սերունդի Քրիստոսը հավիտյանական թագավոր է ամբողջ տիեզերքի վրա։ Դուք պատկերացրեք Տիրոջ խոստումը։ Այդ ժամանակ եթե ինքը հավատարիմ մնար, Սավուղի սերունդն է լինելու այսպես։ Մեկը Քրիստոսը պետք է գար, Սավուղի սերունդից կարող էր ուղարկել Տերը Քրիստոսին, բայց ինքը չպահեց եւ Տերը քո հավիտյանական թագավորելու որոշումը կտրեց, բայց նրան, ասինքն չհանեց այս երկրավոր թագավորությունը 40 տարի թագավորություն, դա առաջին մի քանի տարի առաջն էր։ Այսինքն թագավորի ամբողջ կյանքում, երբ որ մեռնի, նրանից հետո նա սերունդ էլ չի թագավորին։ Ինքն իր տղային Հորաթանն անգամ ասում էր, չես Դավիթին պաշտպանում, դու չես անգամ կոպտում էր, ասում էր քո մորը սիրած նա ինչա, որ դες պաշտպանում ես։ Դու ինչ ես նա պաշտպանում, դու չգիտես որ Աստված թագավորությունը կտա իրան, դու կզրկվես։ Բայց Հովնաթանը առողջ էր մտքով, Սավուղի տղան։ Ինքն ասում է, գիտեմ Դավիթ, որ Աստված քեզ է որոշել թագավոր լինես, բայց ինձ հիշի։ Ոչ թե իր հորը նման խանգարել Դավիթը թագավորություն է, հասկանում եք, Դավիթի խանգարած Աստծո ծրագրի է նա ուզում խանգարի, որ Տերը մի բան ասել է, ինչ ենք աշխատում, որ խանգարենք։ Երկրորդ անգամ հետաքրքիր ամաղեկի հետ, երբ որ արդեն կռիվ պետք է ունենար, Տերը ասաց հիշեցի, որ ամաղեկը ինչ արեց, անմեղ տեղը Աստծո ժողովրդին կոտորեց, հարձակվեց կոտորեց, եւ Տերը նրան ասաց, որ արդեն այս երկրավոր օրհնությունն էլ նրանց վերցրեց, անգամ այն աշճան, որ ասում է Սուրբ Հոգին Սավուղի վրից հեռացավ եւ չար ոգին սկսեց Սավուղի վրա իշխել։ Այսինքն Սուրբ Հոգին հեռացավ Սավուղից, ինքը ընկավ չար ոգու ձեռը։
Ես մեր համար եմ ասում Ժորժ ջան, Սավուղը անցել է, իր դարն անցել է, իր ժամանակն անցել, իր մեխիները անցել, բայց սա մեզ խրատի համար է գրվել։ Ասում եմ, երբ որ գնաց պատերազմեց, եկավ, կոտորեց, ջարդեց, փշրեց, եկավ։ Եվ Սամվելը Սավուղի մոտ գնաց, եւ Սավուղը նրան ասեց, Տերից նորնա լինես, Տիրոջ խոսքը կատարեցի։ Պատկերացնում եք, չկատարած մարդ, ասում է կատարեցի։ Բայց Սամվել Մարգարեն իր մեղքն է ցույց տալիս։ Որպես սուտ չխոսացի, հիմա էլ երեք մեկի հետ խոսացի, ասենք, երկար տարիներ իրեն հավատացան է համարում, ասում եմ, ասես դու երկինք չես մտնելու։ Գրված է, եղբայր ջան, երկինք տանող ոչ դու ես, ոչ էլ ես եմ, Հիսուսն է, Հիսուս իմ տերն անձի կտանի։ Ես Տիրոջ պաշտում եմ, երկրպագում եմ, սիրում եմ, ես եմ, բայց մեղքերով լցված։ Ամեն լեզվով չի, Տեր ասում է ամեն մեկին կհատուցեմ իր գործերի համեմատ։ Մենք լեզվով կանք շատ բան ասենք, անգամ այնքան մեզ բարձրացնենք երկնքում, ամեն մարդուց, ամեն հեշտակից վեր էլ կանք մեզ դնենք, բայց արդյոք դες կլինի։ Սամվելն էլ ասեց, ապա այս ոչխարների ձայնն ինչ է որ գալիս է ականջիս, եւ արջառների ձայնն է որ լսում եմ։ Որտեղ Տեր Սամվելի միջոցով ասել է, ոչ ճիշտ չվերցես, բոլորը անիծված է։ Ամեն անիծված է, կրակով անցկսը, սպանի, ոչ ոչխար, ոչ մի բան, մեծ ու մանուկ, որտեղ նրանք իրենց ազգի վրա մեծ անեծք էին բերել։ Եվ հակառակ էին Աստծուն, հավիտենական ընտրությամբ, սենց ասած։ Եվ Տերը ասել ժամանակ եկա, որ հատուցեմ իրանց մեղքերը, որտեղ պապերը ոնց այդենց էլ երեխեքը։ Հիմա տեսնում եք, չէ՞, մի կռապաշտ ասկ կամ իրենց երեխեքը փոքրուց գրքերով ամեն ինչով այդ կռապաշտը սովորեցնում են, երեխեն մեծաս նման ինչ ուզում ես արա մեկը իբր թե հերոս են, դավաճան չեն, մենք հավատարիմ ենք մեր պապերի օրենքներին, մենք հավատարիմ ենք մեր պապերի կանոններին, մեր պապերի աստվածներին, մեր կուրքերին, մեր պապերի էս ինչի, այդ ինչի պապերի կուրքերին հավատարիմ ես, դրվածքին, օրենքին, կանոնին, կրոնին, բայց Աստծուն հավատարիմ չես։ Պապը տամ ես թե Աստված։ Աստծուն թողել եք, դուք ձեր պապերով հավիտենական հակառակություն եք սկսի Աստծո դեմ։ Հավիտյան ես կամ էլ մեկ ասում են, ասենք, մի ասկ ծնվել եմ, ասենք, միկրոֆոն ծնվել եմ, միկրոֆոնը կմեռնեմ։ Իրենց ազգի անունն է, էլի։ Ես ծնվել եմ, ես կմեռնեմ, հայ ծնվել եմ, հայ կմեռնեմ, ռուս ծնվել եմ, ռուս կմեռնեմ։ Ինչի որ Աստծո մարդ մեռնես վատ, հա։ Իբր հավատարիմ մարդիկ ենք, էլի։ Հավատարմությունը քո արարչի հետ պետք է հավատարիմ լինես, սա է որոշում ճիշտ հավատարմությունը։ Ուրեմն եւ ինչ արեց, հանդիմանեց, ասում է, իսկական հոգևորը ինչ պիտի անի։ Հենց դες ցույց տվեց մեղքը Սամվելը, պետք է ասել, խոնարհ, չգիտեմ ինչ ասել, ինչ չասել, բայց պետք է խոստով անել, որ ես մեղանչել եմ։ Բայց ուզում արդարացնի այդ մեղքը, մեր մեջ դες կան։ Մենք էլ տեսնում ես գալիս են, ասենք ժամանակի, որ մի գործ են սկսել, ասվել է, որ քուր ջան կամ ախպեր ջան, այս գործը ճիշտ չէ, ես քանի օր առաջ ես այդպես մի գործ եմ առաջում, մեր մեջ, մեր եկեղեցում, ուրիշ տեղ չեմ ասում։ Ես մոտեցա, ինչ որ խորհուրդ հարցրել, ես ասեմ, սենց արեք։ Չէ, վտանգ չկա։ Ասում դե ես քեզ ասում եմ, վտանգ կա։ Դուք այս գործը սենց կարգավորեք, որ ապագայում այս փորձանքից փորձունես փախնեք, չէ։ Որ չես եկի իմ մոտ խորհուրդ հարցում, որ ես ասում եմ, դու ասում ես չէ։ Են առաջ չէի գնայի, քո գործանը իմ մոտ ինչես եկի խորհուրդ հարցնում։ Անցել է տարիներ, նորից է մոտեցե, վտանգ կա։ Ասեմ, ես քեզ որ ասեցի այդ ժամանակ, ասում ես չէ։
Հիմա խոստովանի զղջա որ ասած օրհնի մեր աղոթքն էլ դուք այդ կորուստը չտաս։ Չէ, եղբայր ջան, այդ ժամանակը տենց չերեներ, էսերեներ ֆրցնումա էլիա չի ասում։ Անցնա 2 տարի արդեն եղած չեղած ձերց արդեն տանում են։ Նորից եմ հիշեցնում, հիշում եք, որ ձեզ խորհուրդ տվեցի, որ այդ հարցը գլխանց լուծեք, հիմա չեք կարա լուծեք, բայց գոնե խոստովանեք հակառակության համար։ Դուք տեսաք, որ իմ ասած ճիշտ է, Աստծուց է, մարդու խելքից չի ճշմարտությունը։ Աստված այդ խոսքը դրեց սրտում, որ քեզ ասեցի, չլսեցիր, կորցնում ես։ Չէ, եղբայր ջան, այդ ժամանակ իրանք ասում են, չէ, մենք այս բան չենք անի, այս չենք անի, հավատարիմ ենք, խոսք ենք տալիս, այդ հարցերը չի ծագի, երբ որ գնաց ասելա Միլազը սենց ասում, կարող է հետո դուք սենց, չէ, մենք այս չենք անի, այս չենք անի, այն չենք անի։ Ասում լավ, դու գնացի իրանց հավատացի, որ չեն անի, ինձ էլ չհավատացի, ասում Միլազը սխալում է, իրանք չեն անի։ Արեցին։ Դե եղբայր ջան, ես ինչի բանակ խափեին, ասիկ ինչ ամեն ինչ ասում չի խոստովանում, դուք պատկերացնում եք։ Շասում տերը ների ինձ, տիրոջից ուղված խոսք է, ես աննազան տեղա։ Նորից են օրը մի քանի եղբայր էլ կողոսեն, մի եղբայր սկզբից հետո մի քանի եղբայր։ Ասում ենք էլի նույն խոսքը ասում էլ ինքը ֆրծում է, հարց եմ տալիս, ինքը հարցը ուրիշ ձևա պատասխանում։ Ես նորից նույն հարցն եմ տալիս, ինքը ուրիշ ձևա պատասխանում։ Նորից եմ ասում, մեկ էլ մի ուրիշ ձևա պատասխանում։ Ու ասում աղոթք արել, եղբայր ջան, աղոթք արել, այս փորձանքից բարձրացնեմ։ Զարմանում եմ, այ մարդ։ Տարիների մեջ տասնյակ անգամ արդեն ասել եմ, չի խոստովանում, որ ողորմություն գտնի։ Հիմա սավողն է։ Ասում տիրոջ կամքը կատարեցի։ Ասում բայց որ կատարել ես, տերս ասել էր, որ այդ բանը չբերես, ինչ ես բերե։ Ասում ամաղեկիցը բերին ժողովուրդը, որտեղ ժողովուրդը խնայեց, որ լավ ոչխարներն ու արջարները բերեն եւ քո Տեր Աստծուն զոհ մատուցեն։ Մարգարեը խափում էլի։ Քո Տեր Աստծուն։ Դες ինչ լավություն են անում այս ժողովուրդը, քո Տեր Աստծուն։ Որ ինչո մարգարեն խեղճ չնա էլի, մեկ էլ որ խոսում են տերմինս հանդիպանում են, օրինակ ասենք եղել է, որ ես իրենց հանդիպանում եմ իրենց սխալի համար, մեկ էլ ասում են գիտես չէ, այն օրը խոսացի ինչ տեղի հետ, այ ասում են Միլազ եղբայր, ինչ լավ եղբայր է, էս այնա։ Մի քիչ գոհ անձի, որ հանդիպանություն փոխեմ, էլի, բայց ես էլ չեմ փոխում։ Տերը մի թարս բան է տվել, որ այս բաներից չնայեն։ Նորից շարունակում եմ ինքը գովմա, այ մարդ գովասանք պետք չի, քո փրկությունն է պետք, քո օրհնությունն է պետք։ Ես լավ ինձ գովացի, ես էլ ուրախացա, փառք տվի ինձի, դու էլ ինձի, գնացի քո հարցը կլուծվի, չէ։ Ումն է պետք քո այս մոտեցման ձևը, քո Տեր Աստծուն։ Ասում իսկ մյուսներին դրինք փչացին, այն ժամանակ Սամվելը ասեց Սաուղին. «Սպասի որ պատմեմ ինչ որ Տերը այս գիշեր ինձ հետ խոսեց»։ Եվ նա ասեց նրան խոսի, եւ Սամվելն ասեց. «Ահա դու որ քո աշկին փոքր ես երևում, Իսրայելի որդիների ցեղերին գլուխ եղար, որտեվ քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց Տերը։ Եվ Տերը քեզ մեկ ճանապարհով ուղարկեց, ասելով գնա եւ այն մեղավոր ամեղակիացիներին նզովիր եւ նրանց դեմ պատերազմիր, մինչեւ որ նրանց բնաջինջ անես, եւ ինչու համար չլսեցի Տիրոջ ձայնին»։ Երկրորդ անգամ իր մեղքը իր առաջ դնում։ Եվ ավարի վրա հարցակվելով Տիրոջ առաջին չարություն արիր։ Եվ Սաուղն ասեց. ով հնի արդար եթե մարդ հնի, երկրորդ անգամը դնում մեղք, փաստով մեղքը դնում է քո առաջ։ Ես զղջայ մարդ, խոստովանի գոնե մեղքը ջնջվի։ Սաուղը նորից տեսեք ինչ ասում։ Ասես Սաուղն թե Տիրոջ ձայն լսեցի, երևի ասում Տիրոջ ձայնին ինչի՞ չլսից, չէ։ Ասում Տիրոջ ձայնին լսեցի, եւ Տերն ինձ որ ճանապարհով որ ուղարկեց, այն ճանապարհով գնացի։ Ինչ ճանապարհը նայում է, որ ասենք օրինակ Երուսաղեմից Գազա գնա, օրինակ։ Ամա ճանապարհը վերաբերում է իր պատվիրանով, ինչի՞ չգնացիր։
Նրանց գնացի այն ճանապարհը որ տերն էր ասե։ Ասում եմ ամաղեկի թակավոր ագագին էլ բերի։ Հələ այդ էլ Սամվելը չգիտեր ինքը այդ մեղքին էր բացահայտ այս փաստով։ Ու դա բերում է որպես հնազանդություն, որին Աստված ասել էր կոտորի։ Այդ էլ ինքը պատահական չէ բերի, բերել որ փառավորվի, տեսեք թակավոր եմ գերի բռնե, էս է մարե։ Եվ ասում է բնաջի ջարի ասում է մնացածը, սակայն ժողովուրդը այն ավարից ոչխարներ ու արջառներ վեր առավ նզովացիցը շատ լավերը, ունիցվածիցը շատ լավերը վերցրեց, որ գաղաղայում քոտեր ասուն զոհանը երկրորդ անգամ ուզում խափի մարգարեին։ Ես Սամվել ասես, միթե Տեր այնքան հավանում է ողջակեզներ եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնին հնազանդելուն։ Հնազանդությունը զոհից լավ է եւ ականջն է խոյերի ճարպից, որտեղ ապստամբությունը կախարդության մեղքի պես է եւ աննազանությունը կռապաշտության պես, որտեղ դու Տիրոջ խոսքը մերժեցին, նա էլ քեզ մերժեց, որ թակավոր չլինես։ Եվ Սավուղը ասեց Սամվելին. մեղք գործեցի, որ Տիրոջ հրամանները եւ խոսքերը զանցարի։ Արդեն տեսա շատ չոր է դնում Սամվելը, կոպիտ, խիստ, մեկ ասում է մեղք գործեցի, արդեն խոստովանում է մեղք գործեցի։ Տիրոջ հրամանները եւ խոսքերը զանցարի, որտեղ ժողովրդիցը վախեցա, արդեն նորից իրան արդարացնում է։ Ժողովուրդն է պատճառը։ Եվ նրանց խոսքին լսեցի։ Եվ հիմա աղաչում եմ ների իմ հանցանքը եւ ինձ հետ ետ դարձիր, որ Տիրոջը երկրպագություն անեմ իբր թե։ Սամվելն ասեց Սավուղին. ես քեզ հետ ետ չեմ դառնա, համենայն դեպս կախվապ, վերարկուն ճղեց, ասենք որ կախվել էր, փեշը պատռավ։ Եվ երկրորդ անգամ է ասում, մեղք գործեցի, աղաչում է հիմա ժողովրդի ծերի առաջին եւ Իսրայելի առաջին ինձ պատվիր եւ ինձ հետ ետ դարձիր, քո Տեր Աստծո երկրպագություն անեմ։ Այսինքն ուշադրություն դառնալ, դες սա նպատակը, մեղք եմ գործել, բայց հետ արի ժողովրդի առաջ, ոնց խայտարակ չլնեմ, մի քիչ պատվիր, ասա մալադեց Սավուղը, գնաց, հաղթեց։ Մեկ հենց ես տեսնում եք, ես մեղքը, սատանայական։ Եկեղեցում կա։ Մարդիկ կա, որ ասում ես ժամերով, էլ ես որոշել եմ, դες չասեմ, մի 2-3 անգամ ասեմ, չի ընդունի գնա։ Բայց եղել որ խղճում ես, անգամ միասնական 6-7 եղբայր հավաքում ենք, բացատրում ենք, ամենք իր հերթին, չէ։ Այսինքն ինչ է, այսքանը չենք հասկանում, դու մենակ հասկացար, վերջում տեսնակ չէ, որ եղբայրները մեկ մտքի են, իրան արդար չեն ասում, մեկ էլ կներեք ինձ մեղանչեցի, Սավուղի սուտը, իբր հասկացավ, 5 ժամ քեզ բացատրում են, չես հասկանում, 2 րոպեին, որ տեսար չէ, արդեն մենք քեզից ձեռք հաշեցինք, ինչա մեզ պահի իր հետ, մեղանչեցի, Տիրոջն էլ խնդրեք թողնզիների, սուտ է, անգամ ես վերջից քանի հոգ ասում ես չեմ աղոթի քո համար, ինքդ գնա ապաշխարի, կամ ամիսներով տարիով մեղք ասում ես չի ուղղում, որ վերջական մի քայլ ես անում կտրուկ, որ ինքը արդեն ինչ-որ բաններից պետք է զրկվի, մեկը տեսնում ես հասկացա, ներողություն իա, ասեմ այդ 5-6 տարի չէր հասկացա, ես շուտ հասկացա 3 րոպեում, գնա ապաշխարի, մեր մեջ այս պետք է հանենք մեր միջից նման հպարտության հակառակությունն ու թեկուզ նաև այս տեսակ խոստովանությունը հանենք, հեռացնենք, սուտ խոստովանությունը հանենք, պատին ենք դեմ առնել, էլ տեղ չկա այդալ, մեղավոր եմ, խոստովանություն չի ժողովուրդ ջան, և անգամ Սավուղը, ուշադրություն դարձեք, ինքը խոստովաներ, թագավորություն չէր վերադառնա, բայց ինքը կմնար արդար, կմնար մաքուր, կմնար որպես երկնքի քաղաքացի,
Մերներ երկինք են գնալու, բայց այնքան արեց, չխոստովան, մինչև որ օր եկավ, դևը եկավ իրանց սկսեց իշխել։ Արդեն դևը իշխեց, Դավիթի բերին նվագում էր Աստծո երգերները, երգեբան դևը հեռանում էր, ինքը հանգստանում էր։ Հենց Դավիթը դադարում էր երգելն ու նվագելը, դևերը գալու են սկսում մի դև ասում, մեկ դև եկավ ու սկսեց իրան նեղություն տալ։ Եվ հետո Տերը այն Աստծան, որ արդեն որոշեց ուրիշ թագավոր դնի, ասենք, ինչպես ասած, իր սրտի համեմատ։ Եվ 16-ի առաջին ասում եւ Տերը Սամվելին կանչեց, ասեց, մինչև երբ պիտի Սավուլի համար սուք անես, տես, թեկուզ խիստ խոսում էր, հանդիմանում էր, կոպտում էր, բայց առանձին սուք էր անում։ Լացում էր, բայց Սավուլ չգիտի, գիտի իր թշնամին է, որ տես խիստ է իր հետ խոսած է, հանդիմանել է։ Պատկերացնում եք, այսպես այսօր ես տեսել եմ այդ վիճակը։ Մեկը կար, դուրս եկավ, հետո գնաց ինչ-որ տեղ մեռավ, մի օր ելավ, միտեղ այս շենքերը չունենք, մի տան մեջ ենք, կիրակի օրվա ժողովից հետո ինքան բան ունեմ ասելու։ Ասեց, հավաքվեցին եղբայրներով այդ ժամանակ քիչ ենք, մի 20 հոգու չափ ենք, ասեց, դուք ոչ մեկը ինձ չեք սիրում, իմ համար չեք աղոթում, դուք լավ եղբայրներ չեք, դուք ես եք, ենեք, զարմացա, ասց ճիշտ ասեց եղբայր ջան, ինձ շատ զարմացրիր էլի, ինչի, ասես մի ամիս է ես քո համար աղոթում եմ ու ժամանակ էլի արցունքով եմ աղոթել, քո սխալների համար, քո մեղքի համար, որ Տերը քեզ ների, ու դու հելն ես ասում, ոչ մեկ իմ համար չի աղոթում, ես մի ամիս ամեն օր եմ աղոթում, քեզ համար ու անգամ լացելով, բայց դու ասում ես, ինձ ոչ մեկ չի սիրում, իմ համար չի աղոթում, տեսնում ես, որ դու քո զգայանները, քեզ խապում, քո զգացմունքի մեջ խապված ես, եղբայր ջան, ինչ ես դու հավատում ես ստին, հենց էսի քեզ դաս, որ դու խոստովանի Տեր, ինձ ողորմությունները, ուրեմն չարը իմ զգաների զգացողությունը փոխել է, զգամ ճշմարտություն, ոչ թե ստով առաջնորդվեմ։ Խեղճացավ, հաջորդ անգամ նորից, մինչև այն աշան, որ հավատքից ելավ, գնաց հիվանդությունով մեռավ։ Շատ վտանգավոր է։ Սավուղ իր համար սուք անում, բայց ինքը Սավուղին աշկի տակ է պայել, թող իմ դեմ մի բան անի կսպանեմ։ Եվ ինչ, երիք ասում սուք անես, որտև ես նրան մերժեցի, որ Իսրայելի վրա չթագավորի, եղջյուր գյուղով լից, և եկ քեզ ուղարկեմ Բեթլեհեմ Հեսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկը ինձ համար թագավոր տեսա։ Եվ Սամվելն ասեց, ինչպես գնամ, եթե Սավուղը լսե, ինձ կմերձնե։ Եվ Տերը արդեն առաջնորդեց ինձ գնա, որ Սավուղը չիմանա, այսինքն արդեն մարգարեն տեսել էր այդ վերաբերմունքը, եթե իրան հակառակ մի քայլ անի, պատրաստ է մարգարեն սպանելու։ Անգամ ասում են ուրիշ հարցում, ուր մնաց մի հատ էլ հələ ինքը ողջ է, մի հատ էլ թագավոր ոց ինքը։ Բայց հետաքրքիր է, ինքը ում հետ է պատերազմում։ Սամվելի հետ, մարդկանց հետ, ում հետ։ Աստծո հետ։ Չէ որ Սամվելը ինքնագլուխ չի անում, Աստված է իրան առաջնորդում, գնա, սենց արա։ Եվ եթե իմանա, անգամ թեկուզ Աստծո կամքով գնում է թագավոր, ոցի կսպանի իրան։ Անգամ գիտեր, որ Աստծո կամքով Դավիթը թագավոր է, էլ ինգել էր հետևից սպանի։ Գիտեր, որ Տերն է իրան որոշը։ Այսինքն պատերազմը Աստծո դրած թագավորին պետք է սպանը, որ չթագավորի։ Սատանայի նման։ Գիտի, որ Տերը ձեզ ընտրել է հավիտենական կյանքի համար, իր ընտանիքի անդամ։ Գիտի Աստված այս որոշը, ընկել է ձեր հետևից ձեզ կորցնի։ Բայց ոչ Երանի են մարդու, որ հանկարծ Տիրոջ միտքը կթողի։ Նույնը Սավուղը, դրա համար մեղքը, այսինքն մեղքը, որ չխոստովանեց, հասավ այն օրի, որ Աստծո հետ սկսեց պատերազմել։ Մի անգամից չեղավ, քիչ-քիչ եղավ։ Ամենաճիշտը էս է,
Այմա թող խայտարակ լինեմ, բայց մեղք չմնա վրես։ Շատերը հպարտ են, արի ժողովրդի առաջ, Իսրայելի առաջ, ինձ մեծարի, շատերն է սենց են անում։ Եղբայր ջան, թողեք անդամականի գամ էլի, թող ժողովրդը չիմանան էլի կտրված եմ։ Ես ինչի մասին ես մտածում։ Դիոչ հետ հաշտության մասին ես մտածում, թե քո փառքի համար ես մտածում, ժողովուրդը չիմանա դու անդամականից կտրված ես։ Դու պատկերացնում, ու ինքը չի հասկանում այդ հպարտությունն է խոսում։ Ժողովուրդը չիմանա։ Թե ժողովուրդն է մեզ թե Աստված, որ Աստված իմանում է։ Ժողովուրդը չիմանա, հա։ Շատերս չգիտեմ քանի անգամ ենք այս մեղքը արել, բայց մարդը կա հարատևում այդ մեղքի մեջ։ Երանի մեզ, որ այդ մեղքից ապաշխարենք։ Այն մարդ ժողովուրդ իմանա, աշխարհ իմանա, ով ուզում է իմանա, մենակ թե իմ Աստվածն իմանա, որ ես ապաշխարում եմ։ Ձևական չեմ մնացել որպես անդամ ժողովրդի մեջ, որ թող չիմանան։ Մի ժամանակ էլ ես վերջի վկայություն ասեմ, տեսանք, որ ժողովուրդը 90-ական թվականների սկիզբն չի ապաշխարում այն մարդը։ Չի ապաշխարում շատերը, մանավանդ հները։ Ինչ խոսում ես տարիքով, միտեղ գնացի այդ ժամանակ, միտեղ հոկտեմբերանի կողմերը, որ իմացան եկել եմ ժողովուրդ հավաքվավ, մի 30-40 հոգի մարդ հավաքվավ, խոսում եք տեսանք մեկը եկավ։ Հենց առաջին հարցը, եղբայր ջան, քանի տարվա հավատացյալ ես։ Ես այդ ժամանակ 8 տարվա հավատացյալ եմ։ Ասի 8 տարվա։ Ես 13։ Այս բաներով են բարձենում։ Ուրեմն մենք տեսանք, որ շուտ ոնց եկեն են, բռնեցինք սենց արինք։ Ասինք, էս ինչ մարդիկ անդամականին մասնակցեն, մենք մի հատ ժողով ենք դեմ նոր, իրանք գնան այս ժողովին, որ անուբեն սովորեն, անդամ են, եկել են, բայց անուբեն էլ չգիտեն։ Մեկ էլ հենց դες ժողովրդի առաջ եղբայր ջան, ինձի մի հանեկերի թող հանգարց հարևանները չիմանան ինձի իջցել են առաջին դասարան։ Առաջին դասարանը, դες է մտածվել, որ անուբեն պետք է սովորի, ուրեմն առաջին դասարանը։ Այնախ ամանչում ես հարևաններից, ասма որ լսեն, իմ մաման լավ չի էլի, որ իմանան ինձի առաջին դասան են ուղարկե։ Այդ ոնց է ամանչում ես հարևանից, աստուց չես ամանչը։ Հենց էդի խոսում է ինչքան ես հավատում Աստծուն, ինչ գին ես տալում Աստծուն։ Տերը ձեզ օրհնի ուրեմն։ Այո, եթե մեղքը չխոստովանենք, վերջում դառնանք սավղի նման Աստծո հետ պատերազմող, Աստծո մարդ սպանող։ Աստված ձեզ պահապան։ Խոստովանեք առանց նայելու, կխայտարակվես, չես խայտարակվի, բայց Դավիթն մի աղանչեց, երբ որ խոստովանեց, Տեր իրան բարձրացրեց։ Սավղը չէր հավատում։ Ամեն գնով ուզում էր ասել, ինքը ճիշտ է։ Ամարդ Աստված խաբել կլինի։ Աղոթք անենք։ Տերը ձեզ պահապան։